Փառք մեր Աստծուն եղբայրներ քրեր։ Ասում այսօրը Տերը ստեղծեց պիտի ցնցանք եւ ուրախանանք։ Իհարկե դարձմելու շատ պատճառներ կան, քանի որ մենք այս աշխարհի մեջ ենք ապրում, բայց ուրախանալու էլ շատ պատճառներ կան։ Այնպես որ կարանք տրտմությունը վռնդենք մեր կյանքից, որտեղ Տերը մեզ հետ է, եթե մենք իր հետ ենք, խոստումներ ունի մեզ համար եւ մեր վերջը լավը կլինի, եթե պինդ բռնենք այս հույսի դավանությունը, ասում Աստվածաշունչը։ Ես կկարդամ Տիտոսի նամակից, Պողոս առաքյալի նամակը Տիտոսին, 2-րդ գլխի 11 համարից։ Քանզի Աստծո փրկարար շնորհը բոլոր մարդկանց երևաց, մեզ խրատելով, որ ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները մերժելով այս ներկա աշխարհում զգաստության, արդարությամբ եւ աստվածպաշտությամբ ապրենք, սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստված եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր հայտնությանը, որ իր անձը տվեց մեզ համար, որ մեզ ամեն անօրինությունից փրկի եւ մաքրի դարձնելով իրեն պատկանող մի ժողովուրդ, բարի գործերի նախանձախնդիր։ Առաքյալն ասում է եղբայրներ քրեր, որ Աստծո փրկարար շնորհքը հայտնվեց, որ մեզ սովորացնում է, որ մենք թողնելով ամբարշտությունը եւ այս աշխարհի ցանկությունները զգաստությամբ, արդարությամբ եւ պարկեշտությամբ աստվածպաշտությունով մեր օրերը անցկացնենք։ Եվ ասում է իր անձը տվեց մեզ համար, որ մեզ ամեն անօրինությունից փրկի եւ մաքրի դարձնելով իրեն պատկանող մի ժողովուրդ, բարի գործերի նախանձախնդիր։ Տերը եղբայրներ քրեր իր անձը տվեց մեզ համար, որ մեզ ազատի ամեն անօրինությունից եւ իր համար սեփական ժողովուրդ անի ամեն բարի գործերի նախանձախնդիր։ Փառք իրան, եղբայրներ քրեր, որ մենք մի ժամանակ ովքեր էինք, ինչպիսին էինք, մեղքերի մեջ, ցանկությունների մեջ թաղված եւ ասում է նրա անունը Հիսուս կդնես, որովհետեւ նա պիտի փրկի իր ժողովուրդը իր մեղքերից։ Եվ իրապես Տերը եկել է եղբայրներ քուրեր մեզ փրկի եւ ազատի ամեն տեսակի անօրինությունից, ամեն տեսակի մեղքերից, ամեն տեսակի անիրավությունից։ Որովհետեւ այս աշխարհը լի է ամեն անմաքրությունով, ամեն մեղքատեսակներով, ամեն անօրինությունով։ Տեսեք, Պողոս առաքյալը 2-րդ Տիմոթեոսի մեջ ինչպիսի խոսքեր ասում, 2-րդ Տիմոթեոս 3-րդ գլուխ առաջի համարից եմ կարդում։ Այս էլ իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ պիտի գան, որովհետև մարդիկ պիտի լինեն ինքնասեր, արծաթասեր, անբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, առանց բնական զգացումի, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, բարու թշնամի, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հաճույքներ սիրող, քան աստվածասեր, աստվածպաշտության կերպարանքը ունենալով, բայց դրանում եղող զորությունը ուրանալով, այդպիսիներից ետ քաշվիր, ամեն։ Ուրեմն սա աշխարհի նկարագիրն է, սա անապաշխար քրիստոնյաների նկարագիրն է, եղբայրներ քրեր։ Տեսեք, ինչքան մեղքատեսակներ եղել են ու կան այս աշխարհի մեջ։ Մարդիկ պետք է լինեն ինքնասեր,
արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, առանց անզգամ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո է ասում ամի թարգմանության մեջ, բարի թշնամի, մատնիչ, հանդուգն, հայհոյիչներ, եւ այլը եւ այլ, եւ սա ընդամենը մակերեսային նկարագրություն է, եղբայրներ քույրեր, նաեւ Հռոմեացիս նամակի մեջ է ասում Պողոս առաքյալը ինչպիսի մեղքերի եւ ինչպիսի ցանկությունների գերի են այսօր մարդիկ մարդկությունը եղբայրներ քույրեր, բայց փառք Տիրոջը, որ Տերը մեզ այդ ամեն ինչից ազատագրել է։ Եվս անցնում ենք նորից Տիտոսի նամակ, Տիտոսի թե Տիմոթեոսի, ուրեմն երկրորդ Տիմոթեոս կներեք Տիտոս 3-րդ գլխի 3-րդ համարից եմ կարդում, քանի որ մենք էլ մի ժամանակ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, ծառայում ենք զանազան ցանկությունների ու հաճույքների, չարությամբ եւ նախանձով ենք վարվում, ատելի ենք եւ իրար ատող, բայց երբ մեր Տեր մեր Փրկիչ Աստծո բարությունը եւ սերը մարդու նկատմամբ հայտնվեց, ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ իր ողորմության համաձայն փրկեց մեզ վերստին ծննդի ավազանով եւ Սուրբ Հոգու նորոգությամբ, որն առատորեն թափեց մեզ վրա մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհքով արդարացած ժառանգորդներ դառնանք հավիտենական կյանքի հույսով, ամեն։ Մենք էլ մի ժամանակ, ասում է Պողոս առաքյալը, եղբայրներ քույրեր, իմիջիալոց շատ օգտակար է մեկ նայել հիշել մեր անցյալը, մենք ինչ վիճակի մեջ ենք, ինչպիսի մեղքերի մեջ ենք մեզ եւ Տերը մեզ ազատեց, ինչպիսի մեղքերի մեջ ենք եւ այսօր աշխարհը այդպիսի վիճակի մեջ է եւ Տերը եկել է մեզ ամեն անիրավությունից, ամեն անօրինությունից ազատ անելու համար։ Գիտեք, եղբայրներ քույրեր, այստեղ ասում է, որ Տերը մեզ արդարացրեց ոչ թե մեր արած գործերի համաձայն, հապա իր շնորհքի, ոչ թե մեր արդար գործերի համար, ասում է, որ մենք արեցինք, այլ իր ողորմության համաձայն փրկեց մեզ վերստին ծննդի ավազանով եւ Սուրբ Հոգու նորոգությամբ եւ այլը, Տերը մեզ արդարացրել է, Տերը մեր մեղքերը ներել է, Տերը մեզ ազատագրել է ամեն անիրավությունից։ Եվ մենք այն ինչ որ մենք ի վիճակի չենք, ես վերջերս մի անձնավորության վկայություն էի լսում, ասում է 14 տարի խմիչքի դեմ պատերազմել եմ, 14 տարի ու ասում է քանի ռեաբիլիտացիոն կենտրոններում ա եղել, բազում թիվը նույնիսկ չգիտեմ ինչքան շատ, ու ասում է չի կարող ազատագրվի այդ ոգուց խմիչքի, նորից այդ մեղքի իշխանության տակ էր ընկնում, նորից գնում էր ազատագրվում, նորից ընկնում, նորից բարձրանում, նորից ընկնում, նորից բարձրանում, ասում է 14 տարի տևեց մինչև Տերը ինձ ազատագրեց այդ մեղքից։ Ես ինչի համար եմ ասում եղբայրներ քույր, իհարկե պարտադիր չի որ 14 տարի անցկան մարդը ազատագրվի, Տերը կարա մեկ օրվա մեջ էլ դա անի։ Բայց ընդհանրապես ես օրինակի համար եմ բերում, որ մարդը ինքը իրանով ի վիճակի չի։ Մենք ի վիճակի չենք, մենք մեղքերի ու հանցանքների անօրինությունների մեջ թաղված ենք։ Եվ մենք ի վիճակի չենք մեր անձերը փոխելու եւ ազատագրելու, չէ՞։ Մենք ի վիճակի չենք, մարդը ի վիճակի չի։ Նույնիսկ իր մեղքը հասկանալու համար էլ է պետք է վերից ապաշխարություն է պետք, որ մարդը հասկանա, որ ինքը մեղավոր է։ Ինչքան ուզում ես ասա, որ ինչ որ հասկանում է ինչ որ տեղ, որ ինքը մեղավոր է, ընդհանրապես հասկանում է, որ մեղավոր է, բայց այդքան էլ մեղավոր չի, էլի։ Ինքը հասկանում է, որ մեղավոր, բայց այդքան էլ մեղավոր չի։ Ավելի իր կողքին ավելի մեղավոր է, ինքը այդքան մեղավոր չի իր տեսակետին։ Կողքին ավելի մեղավոր է, ուրիշները ավելի մեղավոր են։
Սաղ մեղավոր են ինքը վերջի մեղավորն առաջինը չի։ Մեղավորը բայց շատ չի մեղավոր։ Այ էսա մարդ է եղբայրներ։ Այսա է մարդը։ Նույնիսկ մարդուն որ հասկացնես որ դու մեղավոր ես, դրա համար էլ պետք է եսի մետ ինչքան ջանք է պետք որ մարդուն հասկացնես որ դու անպիտան ես էլի։ Դու անպիտան ես, դու մեղավոր ես, դու ապականված ես, դու կորստի որդի ես, դու դժոխք ես գնում։ Էդ էլ պետք է Սուրբ Հոգին համոզի մարդուն։ Փառք Տիրոջ եղբայրներ քույրեր, որ մենք հասկացել ենք դա, որ մենք հասկացել ենք, ինչպես ավետարանն ասում է, իրավի ճշմարիտ է այս խոսքը, որ Հիսուս Քրիստոս եկավ մեղավորներին փրկելու համար, որոնց գլուխը ես եմ։ Այդ տեսեք Պողոս առաքյալը դա լավ հասկացավ, որ ինքը մեղավոր է եւ ինքը մեղավորների գլուխ է։ Մենք երբ որ խոսում ենք Պետրոսի վերաբերյալ ասում ենք շատ տվյալներ, շատ բաներ կար է եւ ինքն էլ է թվարկում այնքան բաներ կա, որ ինքը կարար դրանով պարծենար։ Եբրայեցի օրենքի նախանձավոր, եսի ինչ եւ այլը, բայց տեսեք այդ ամեն ինչը ինքը անտեսում է ու արհամարում է ու իրան համարում է մեղավորների գլուխ։ Եվ Տերը այդ մեղքերից, այդ անիրավություններից հատ մեզ ազատագրել է եղբայրներ քույրեր։ Թե արծաթասիրություն է, թե ինքնասիրություն է, թե հայհոյիչներ են եղել։ Ես հիշում եմ որ երեխա ժամանակ այնքան հայհոյում էի, վախում էի տանը, որ հակարծ կարող բերանս բացվի, տանն էլ հայհոյեմ։ Այնքան կեղտոտ էր բերանս։ Այնքան բռնված ենք եղել տարբեր կեղտերի եւ մեղքերի մեջ։ Ատելի ենք եւ իրար ատում ենք ասում, նախանձով լեցված։ Բարին չսիրող ասում, հանդուգն, ծնողներին անհնազանդ։ Եվ այսպիսի վիճակի մեջ էինք մենք։ Եվ այսպիսի վիճակի մեջ է աշխարհը։ Եվ Տերը եկել է մեզ ամեն անիրավությունից ազատելու համար։ Եվ Տերը ազատագրել է մեզ շատ մեղքերից, չէ՞ եղբայրներ քույրեր, շատ բաներից ազատել։ Ես օրինակ հիշում եմ, որ թեկուզ դարձի եմ եկել, ապաշխարել եմ, բայց մարդու մեջ ադամական բնույթը միանգամից չի, չէ՞ որ արմատախիլ ալում։ Մի արմատ փոկում ես, էլի արմատ, էլի ալնում, էլի դուրս գալի։ Ես հիշում եմ, որ ինչքան ժամանակ է պահանջվել Տիրոջը, որ ինձ հպարտությունից ազատագրի, որ ես հասկանամ, որ ես ոչինչ եմ։ Եվ փառք Տիրոջը դրա համար, եղբայրներ քույրեր։ Երկար տարիներ հավատացյալ եմ եղել, բայց հպարտությունը մեջ սա եղել։ Եվ Աստված թույլ է տվել տարբեր փորձություններ, որ ես հասկանամ, որ իմ մեջ կա ադամական հպարտություն, որ ես իմ անձը ուրիշներից ավելին եմ համարում, որ ես ինչ որ մի բան համարում եմ, ինչ որ մի բանի տեղից դնում։ Ես ինձ համարում եմ, որ ինչ որ մի բան եմ նշանակում եմ, ինչ որ բան եմ նշանակում։ Բայց փառք Աստծուն, որ Տերը այդ հպարտությունից ազատագրել է եղբայրներ քույրեր։ Եվ միգուցե հլայելի բաներ կա, որ Տերը ավելի լավ գիտի մեր անձերը, չէ՞ եղբայրներ քույրեր։ Եվ նա ուզում է եւ նա եկել է հենց դրա համար, որ մեզ ազատ անի ամեն անիրավությունից։ Եվ այն, որ մենք այսօր սրբվեցինք, այսօր մաքրվեցինք եւ արդարացանք նրա արինովը եղբայրներ քույրեր, սա չի նշանակում որ մենք ապահովագրված ենք։ Դա չի նշանակում։ Պատերազմը մեղքի հետ շարունակվում է դեր եղբայրներ քույրեր։ Տեսեք ասում Աստվածաշունչը, որ մարդիկ կան, ոմանք կան, որ մի ժամանակ լուսավորվեցին, մի ժամանակ ազատագրվեցին։ Սուրբ Հոգու հետ հաղորդակից եղան, շնորհքի բանը շնորհքը ընդունեցին, նույնիսկ երկնային զորությունների համնառան, Աստծո խոսքի համնառան ու ետ դարձան, ասում Աստվածաշունչը։ Ինչպես խոզը լվացված ետ դարձավ, ասում չէ, խոզը լվացված ետ է դառնում ցեխին, ինչպես շունը իր փսխածին է դառնում, ասում այդպես էլ սրանք լավա չճանաչեին Տիրոջ ճանապարհը, քան թե ճանաչելուց հետո նորից դառնան իրանց մեղքերին։ Ես հիշեցի այդ
գրքի գիրքը եթե լսել եք Պիլիգրիմոսի ճամփորդությունը այդ Ջոն Փունյանը որ գրել էր եւ բանկա չէ հանած մուլտը լահանած կինոյը լահանած այդ գրքի որ սատանան ասում է դու պիտի վերադառնաս դու իմն ես դու ինձ անես ես քեզ բաց չեմ թողալու հեշտ այ եւ դա իրապես այդպես է եղբայրներ գրել թշնամին նա չի համաձայնվի որ դու գնացել ես որ դու թողել ես աշխարհը որ դու թողել ես մեղքը նա չի հաշտվելու դրա հետ Տեսեք, երբ որ փարավոնը իմացավ, որ եգիպտացի իսրայելացիները գնացել են, փախել են, չասե դու փախել են, Զահլենից տարան արդեն դու ինչ ուզում են դառնան։ Հազիր ենք բրծել, չէ։ Նա իր զուրկը վերցրեց։ Ձիավորներով եւ հետապնդեց իսրայելացիներին, որ նորից վերադարձին։ Ասես ինչ արինք։ Եկեք նորից գնանք, այս հետ բերենք իրան։ Թշնամին եղբայրներ գրել երբեք չի հաշտվում որ դու այսօր Աստծուն ես ծառայում երբեք չի հաշտվելու դրա հետ սատանան երբեք սատանան չի հաշտվելու որ դու ազատագրվել ես ամեն տեսակի անիրավությունից նա ուզում է քեզ ետ բերի իր լծի եւ իր ստրկության տակ տեսեք Պողոս Արաքյալի նամակից նաեւ ուզում եմ կարդամ Եբրայեցիս 12-րդ գլխից Առաջի համայից ուստի մենք էլ տեսնելով որ շրջապատված ենք վկաների բազմության այսպիսի մեծ ամպով դեն նետենք ամեն ծանրություն եւ մեզ հեշտությամբ թակարդ գծող մեղք եւ համբերությամբ վազենք մեր արչեւ դրված մրցավազքը Հիսուսին նայելով մեր հավատքի հեղինակին ու կատարողին որ իր արչեւ եղած ուրախության համար խաչը հանձն առավ Ամոթը արհամարեց եւ նստեց Աստծո աթոռի աջ կողմում։ Մտաբերեք նրան, որ իր դեմ մեղավորների այսպիսի հակառակությունը կրեց, որպեսզի չլինի թե հոգնեք եւ ձեր սրտերում հուսահատվեք։ Դուք դեռ արյուն թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքին դեմ պայքարում։ Եվ մոռացաք այն հորդորը, որ ձեզ հետ խոսում է, ինչպես որդիների հետ, որ թյակս տիրոջ խրատը մի անարգիր եւ նրանից հանդիմանվես մի վհատվիր, որովհետեւ ում Տերը սիրում է, խրատում է եւ ծեծում է ամեն մի զավակի, որ ընդունում է։ Եթե խրատին դիմանանք, Աստված մեզ հետ կվարվի ինչպես որդիների հետ, որովհետեւ արդյոք որ զավակն է, որ հայրը չի խրատում։ Իսկ եթե առանց խրատի լինենք, որին բոլորը մասնակից են, ուրեմն դուք խորթ եք ոչ թե որդիներ։ Ավելին մենք մարմնավոր հայրեր ունենք, որոնք մեզ ուղղում էին, եւ մենք նրանց հարգում են։ Ուրեմն որքան ավելի պետք է հնազանդվենք հոգիների հորը, որ ապրենք, որովհետեւ նրանք իրապես մի քանի օրվա համար են մեզ խրատում իրենց լավագույն համարած ձևով, իսկ նա մեր բարիքի համար, որպեսզի իր սրբության հաղորդակից դառնանք։ Ճիշտ է, որ մի խրատ նույն պահին ուրախությամբ չի ընդունում, այլ տրտմությամբ, սակայն հետագայում նրանով կրթվածներին արդարության խաղաղության պտուղ է տալիս ամեն։ Մտածեք ինչ ասում այստեղ Պողոս Արաքյալը եբրայեցիներին, որոնց ասում Աստվածաշունչը դուք արդեն ժամանակին նայել ուսուցիչներ պետք է լինեք, ասում ձեզանից դեն գցեք ամեն ծանրություն եւ դուրախ պաշարող մեղքը։ Դուք ասում միջև արյուն թափելու չափ դեր մեղքին հակառակ չկեցաք։ Եղբայրներ քուրեր, մեր պատերազմը մեղքի հանդեպ չի ավարտվել։ Մեղքը դեր դրանքով է։ Արդարը կարա ընկնի ու բարձրանա 7 անգամ։ Մենք ապահովագրված չենք։ Դեր լումա չէ որ մեղք են գործում եղբայրներ։ Դեր լումա չէ որ սխալվում ենք։ Եվ Տերը մեզ ոչ թե եկել է ազատագրի այն մեղքերից, որ մենք նախկինում գործել ենք, ոչ, միայն դրա համար չէ։
Տերը այսօր եկել է, այդ Տերը մեզ եկել է ազատագրի նաև այսօրվա մեղքերից, որ մենք գործում ենք։ Եղբայրներ քույրեր։ Այդ մեղքերից էլ է Տերը եկել մեզ ազատագրելու։ Մենք չպիտի մտածենք, որ մեղքի հարցը մեկը միշտ լուծված է մեր կյանքում։ Այդպես չի։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, նա հավատարիմ ու արդար է մեր մեղքերին թողություն տալու։ Մենք դեռ պետք է մեզ էլ դա վերաբերում, որ ասում է ճանաչիր քո մեղքը։ Դա աշխարհիկների համար չի։ Մեզ դեռ պետք է գալի ապաշխարությունը։ Մենք երեք այդ թեմայով ենք խոսում, եղբայրներ քույրեր։ Մարդը միջև իր կյանքի վերջի օրն էլ կարող է ինքը ապաշխարի նոր փրկվի, երկինք մտնի։ Ես հիշում եմ մի հովիվեր այդ եղբայրը, թե քարոզիչ է, չեմ հիշում, մահամերձ վիճակի մեջ չէր մահանում, հիվանդ, հոգին չէր տալի, ու հետո մի անգամ էլ եմ վայթե վկայել, աղոտ կարեցին ու հայտնություն եկավ ինչու համար, իրա փեսու համար, նեղված է իրա փեսեն իրանից, այդ աղբոր փեսեն, հավատքի մեջ էր, բայց անհավատ ա եղել ժամանակին, որ ամուսնացրել է իր աղջկանը, այդ փեսին ասել է, վայթեմ sense բաներ ասել, ինչ որ տես արտահայտություն, որ քեզանից մարդ չի դուրս գա, էլի, քեզանից լավ բան չի դուրս գա, ու ասում է այդ տղեն իր մեջ շատ ծանր ա տարել, էլի, նեղված անում։ Ապաշխարել է արդեն ինքը, դարձի է եկել, բայց մեջը պահել է այդ խոսքը, այդ նեղությունը, այդ վիրավորանքը։ Այդ աղբերը չգիտեմ հիշում էր թե չէր հիշում, բայց նեղվածություն էր մնացել եւ ներողություն ա խնդրել ու նոր հոգին տվել է։ Ապաշխարել է նոր ապրկվել եղբայրներ գրի։ Մենք ասած չի եղբայր երեք խոսում ենք այդ թեմանով։ Այն չի որ մենք ապաշխարել ենք, всё մենք արդեն մենք թինք կարանք տանք։ Ամեն օր մենք մեր խաչը պիտի վերցնենք Տիրոջ հետևից գանք։ Հենց մեղքը գործում ենք մենք կրկին ապաշխարելու կարիք ունենք եղբայրներ քույրեր, կրկին ապաշխարելու։ Ասում է, երբ որ նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի խստացնեք։ Մենք չմտածենք, որ всё, մեր մեղքերը ներված է, մենք արդեն всё վերջացավ, գնաց այդ կյանքը վերջացավ, չէ՞, թշնամին որոգայթներ է պատրաստել, ասում Սաղմոսի մեջ ինձ համար։ Բայց փառք Տիրոջը, որ Տերը եկել է մեզ ազատագրի ամեն անիրավությունից։ Որ նրա արյունը տակավին խոսում է։ Եվ այն չի, որ մենք դրա կարիքը չունենք, արդեն Հիսուսի արյան կարիքը չունենք, միշտ ունենք նրա արյան կարիքը։ Միշտ մեղանչում ենք, եթե մեկ ասի ես մեղ չեմ գործում, ստախոս ասում Աստվածաշունչը։ Միշտ կարիք ունենք մեր մեղքերը ճանաչելու, մեր մեղքերի համար զղջալու, մեր մեղքերը Աստծուն բերելու, մեր մեղքերից ազատագրվելու մենք էլի կարիք ունենք։ Լինենք 70 տարեկան, 80, 90 տարեկան, կապ չունի։ Երիտասարդ լինես, դու ճանաչիր քո մեղքը։ Դու բեր Տիրոջը։ Տերը հենց սրա համար է եկել։ Փառք Աստծուն եղբայրներ քույրեր։ Ասում է եկեք վիճաբանեք, եթե ձեր մեղքերը կարմիրի պես լինեն, սա մենակ անհավատների, անապաշխարների ինչի վերաբերում, սա մեզ էլ է վերաբերում եղբայրներ քույրեր։ Չլինի մենք մաքսավորի նման դառնանք արդեն։ Ասենք շնորհակալ եմ Տեր, որ ես ուրիշների մարդկանց պես չեմ։ Փառք Աստծո, Տեր ազատել է ինձ։ Ես հիշում եմ մի հատ անձնավորություն, որ եկել էր, ասում է ես մեղ չեմ գործում, ինչքան հիշում եմ, ես նման արտահայ, ասում զարմանում ես մարդը, դա ուղղակի կույր է մարդը, կույր, ոնց կարա մարդը մեղ չգործի։ Ես չեմ ասում, որ պիտի մենք մեղ գործենք։ Այդ չեմ ասում, եղբայրներ, եթե մարդ ասում ես էլ մեղ չեմ գործում օրինակ, դա ոչ թե մեղ չի գործում, սուտ է ասում, որ մեղ չի գործում, դες մարդ չկա։ Հա, դվայնոյա գործում, այսինքն համ գործում է, համ խաբում է, որ չի գործում։ Բայց եթե մենք մեր մեղքերը ճանաչում ենք, մեր մեղքերի համար մենք մեր կուրս գծեցում ենք, Տերը սրա համար է եկել։ Տերը եկել է, ինչպես կարդացինք, չէ, եղբայրներ քույրեր այդ համարը Տիտոսի գրքում, որ նա իր անձը մատնեց ինչի համար երկու 11 Տիտոսի 14 համար
որ իր անձը տվեց մեզ համար, որ մեզ ամեն անիրավությունից փրկի եւ մաքրի, դարձնելով իրեն պատկանող մի ժողովուրդ բարի գործերի նախանձախնդիր։ Բերեք կանգնենք աղոթքի եղբայրներ քուրեր։ Եթե մեր կյանքում կա մեղքեր, գիտեք, եղբայրներ քուրեր, եթե դու այսօր քրիստոնյա ես կամ հավատացյալ ես, դա չի նշանակում, որ քո կյանքում չի կարա մեղք լինի կամ դու պետքա ուրիշ տեսակ նայ, այ նա ծխում է, այ նա հայհոյում է, նա շնացող է, այն մեկը գող է, դա հայհոյիչ է։ Այդպես չէ, եղբայրներ քուրեր, Աստված ում շատ տվել է, նրանից շատ է պահանջում։ Այսօր կարող է դու կեղծավորություն անես։ Ես օրինակ երեք դրա համար խոստովանություն եմ արել Տիրոջը, որ դե կեղծավորության համարների։ Այսօր կարող է դու կեղծավորություն անես։ Այսօր կարող է քո շուրթերից, ասում են նրանց բերանից նենգություն դուրս չեկա, քո շուրթերից սուտ դուրս գա։ Այսօր կարող է դու ուրիշի մեղքերին հաղորդակից լինես։ Այսօր կարող է քո կյանքում բաներ լինի, որ իմ աչքին չի երևում, եղբայրների աշխարհի աչքին չի երևում, բայց Տերը տեսնում է։